Այսօր Իջևան քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ Նիկարմի նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշարը, որը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի հոր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Տեղեկացնենք, որ եզրափակիչ հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիք-Բեկյանը։ Անձի պաշտամունքի նման դրսևորում Հայաստանում երբեք չի եղել։ Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին Գրոզնիում է եղել Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, իսկ 2021-ի ամռանը Մինսկում կայացավ հոկեյի Լուկենկոյի անվան մրցաշար։ Շարունակելով անձի պաշտամունքի թեման, հիշեցնենք, որ Ադրբեջանում յուրաքանչյուր մեծ ու փոքր քաղաք ունի փողոց Հեյդար Ալիևի անունով, ներառյալ մայրաքաղաք Բաքվի կենտրոնական պողոտաներից մեկը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն Ադրբեջանում կա Հեյդար Ալիևի 60 թանգարան եւ կենտրոն։ Հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի հոր անունով անցկացված մրցաշարին ինչպես են վերաբերվում մեր քաղաքացիները։ Շատ վատ գնահատեմ, որտեղ իմ տղան ֆուտբոլիստ է, Չունիկի անդամ է, ինչ-որ շատ վատ խնդիրներ կան իրենց մեջ։ Կներեք, ես Ռուսաստանից եմ եկել, ֆուտբոլն էլ իմ թեման չի, ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Բացասական։ Որովհետև նորմալ մարզիչների չեն պահում։ Մի տարի, երկու տարի մարզիչը նոր սովորում է, որպեսզի թիմ սարքի, հանում դուրս են անում։ Մի տարուց թիմ չի սարքվում, ոչ է 5 տարուց։ Մարզիչը պետք է մենակ գոնե մի 10 տարի, որպեսզի նորմալ հավաքական հավաքի, նորմալ տղաների խաղացնի, ձեռագիր ստեղծի, մեր թիմը ձեռագիր չունի, խարխշտիկ խաղան են, ոնց պատահ է։ Իսկ նորմալ որ պայմանագիր կնքեին, թեկուզ ասում առաջվա մարզիչի հետ։ Մարդը սկսել էր աշխատել, ինչի ստիպեցին դուրս գա, ինչի, մի օրում չի լինում, երբեք։ Ճիշտ ասած, այդքան չեմ հետաքրքրում, բայց իմ կարծիքով շատ վատ է։ Ես առանձնապես ոնց որ լավ չեն խաղում տղեկը։ Չնայած մեկ լավ են խաղում, բայց ընդհանուր որ վերցնում եք, իմ կարծիքով լավ չեն աշխատում։ Ճիշտն ասած գաղափար չունեմ ֆուտբոլից։ Ես սպորտից շատ հեռու մարդ եմ, երևի ճիշտ գնահատական չեմ տա ցավոք սրտի։ Բայց նորմալ չեմ ասի լավ, որովհետև հիմա այս բան ճիշտ է գլխավոր մարշի փոփոխություն ունենք ու հուսով ենք, որ դրական փոփոխություն կլինի, ինչպես նաև Տիգրան Բարսեղյանը վերադարձել է Հայաստանի հավաքական, նա հիմա լավագույն ռմբարկ ունի իրենց երկրի մրցաշրջանում, բացի այդ էլ կարծում եմ, որ եւս մի շարք փոփոխությունների դեպքում Հայաստանի ազգային հավաքականի վիճակը բարվոք կլինի, իսկ ինչ վերաբերվում է ներքին առաջնությանը, այդտեղ խնդիրները շատ ավելի շատ են, որովհետև մեզ շատ գլխավոր բան է պետք եվրոպական մեծ մրցաշարերում մեծ փոփոխություններ անելը ու առաջին մեծ քայլը պետք է լինի Եվրոպա լիգա մտնելը։ Ճիշտ է, կոնֆերենցիաների լիգան ինքը շատ մեծ դրական փոփոխություն է, բայց ամեն դեպքում այդպեսին չի, ինչպեսին նույն Եվրոպա լիգան, դեռ Չեմպիոններ լիգայի մասին էլ չեմ խոսում։ Ես չեմ կարող գնահատել, բայց ես գիտեմ, որ խաղը շատ կարևոր է, երկու խաղը, եւ մեր երկու հիմնական խաղացողները չեն մասնակցելու, իսկ վրացիները շատ ուժեղ թիմ ունեն, մեզ համար դա շատ կարևոր խաղ է լինելու։ Միայն հույսը էս մարզչի վրա է, ես հույս ունեմ, որ ֆեդերացիան լավ մարզիչ է ընտրել, որովհետև այստեղ միակ, այսպես ասած, ճիշտ դիրքը դա մարզչի դիրքը պետք է լինի, որովհետև տղաները ամեն ինչ կանեն, ես շատ լավ հասկանում եմ, բայց մարզչի կարևորությունը մեծ է շատ։ ինչ կասեք այն մասին, որ այսօր Իջևանում հուշամրցաշար է իրականացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նիկոլ Փաշինյանի հոր անունով, որը ֆուտբոլի հետ կապ չունի։ Սա սպաներ են դրա մասին չարժեր խոսալ, այդ հիմարությունն է։ Դա աբսուրդ է, ինչ ասեմ։ Դե իմ անունով անցկացնեին ավելի լավ կլեր, չգիտեմ, եթե կապ չունի, իմաստ չունի, չեմ հասկանում, բան չեմ կարող ասեմ։ Եթե ինք կապ չունի ֆեդերացիա, ինք ինչ գործ, որ չունի։ Նույնպես չեմ կարող բացատրել։
շատ անհասկանալի զուգադիպություն է։ Միգուցե ինքը երազել է, որ իր հայրիկը ֆուտբոլիստ լիներ, չեմ կարող ասեմ կներեք։ Դե չեմ դե կապ չունի իր հետ, ինչի պետք է դա կանգնացվեր, ես չեմ πάει, ես ոչինչ չգիտեի դրա մասին, գիտեմ որ ընտրություններ է, բայց երևի ինչ որ քարոզի համար ինչ որ մի բան է էլի արվում, երևի ուշադրությունը գրավելու համար։ Էդ է պատճառը, չեմ հասկանում։ Դե դա արդեն չեմ կարծում, որ գլոբալ ինչ-որ հարց է, տեսեք, կա այդ խնդիրը կարելի է մեկնաբանել կամ ոչ, բայց դա լուրջ ու գլոբալ խնդիր չի, այսինքն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է կենտրոնան երկու կարևոր բանի վրա, դա Հայաստանի ազգային հավաքականը եւ Հայաստանի ազգային առաջնությունը վեր։ Մնացած բաները կազմակերպել, չկազմակերպել երկրորդական է, շեշտը հիմնական կարևոր երկու բաղադրիչ մասերը դրանք են, հավաքական եւ ազգային լիգա, վերջ։ Քաղաքական հարցերով չեմ հետաքրքրվում։ Դա ինք կապ չունի ֆեդերացիա է։ Ինք ինչ գործ։ Որ չունի։